Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Նորից բարևում եմ մեր շատ սիրելի հանդիսատես եւ աջակից, ինչպես որ խոստացել եմ, ժամը 17:00 է։ Եվ ուզում եմ ես շատ կարևոր մի հայտարարությամբ հանդես գալ, ուրեմն այսպես, քանի որ հայտարարված է նստացույց, բայց այս նստացույցը, ինչպես եւ շատ իմ ընկերներ, հանդիսատես, ովքեր որ մոտենում են եւ ասում են, որ այս ամենը շատ քիչ է, պետք է գործողություններ։ Հիմա, քանի որ հերթը գործողություններին է, այսինքն ինչպես նաև գործողությունների մի մաս պետք է կազմեք դուք, ձեզնից շատերը, սիրելի հանդիսատես, արդեն ես տեսել եմ մեկնաբանություններում գրված է հետևյալ տողերը. եկեք անենք ակցիա կամ ֆլեշ մոբ, որպեսզի չայցելենք Սունդուկյան թատրոն, այսինքն այս մարդիկ պատրաստ են չայցելել Սունդուկյան թատրոն։ Ես ուզում եմ սա որպես հիմք վերցնել եւ բոլոր հանդիսատեսին, այն մարդիկ, ովքեր որ այցելում են թատրոններ, ես խնդրում եմ բոլորիդ, ովքեր որ մտահոգ են մշակույթի պահպանմանը, այսինքն բոլորս պետք է մեկ ամիս որպես բողոքի ակցիա չայցելենք ոչ մի թատրոն, այսինքն մեր բողոքի ձայնը բարձրացնենք որպես քաղաքացի, որպես հանդիսատես, որ քաղաքում ոչ մի թատրոն չգործի, այսինքն մենք բոլորս աջակցում ենք Գոյ թատրոնին, Գոյ թատրոնի անկախության համար, մշակույթի համար եւ բոլորս ցանկանում ենք, որ մեր թատրոնում լինի Գոյ թատրոնը, այսինքն վաղվանից սկսած, եթե այն մարդիկ, ովքեր որ արդեն իսկ գնել են տոմսեր թատրոններից, խնդրում եմ ձեզ, եթե դուք այս ամենի կողքին եք, ապա ձեր տոմսերը հետ վերադարձրեք կամ պարզապես մի այցելեք, թող այդ գումարը գնա այդ թատրոններին, չվնասենք այս մասով թատրոններին եւ պարզապես մի այցելեք թատրոններ, ուղիղ մեկ ամիս, այսինքն մինչեւ ապրիլի վերջ։ Ես կարծում եմ, որ այս ամենին լայն զանգված կմիանա եւ մենք կունենանք որոշակի արդյունքներ։ Վաղվանից ես ուզում եմ տեսնել սոցհարթակներում ձեր կազմակերպած ֆլեշ մոբերը, որով դուք կոչ եք անում ձեր ընկերներին եւ ձեր շրջապատին, որ նրանք եւս չգնան թատրոններ։ Այսուհետ փորձում ենք բոլոր թատրոնների գործունեությունը պարալիզացնել ի աջակցություն Գոյ թատրոնի։ Ես կարծում եմ, որ դուք կլինեք վճռորոշ եւ կանեք այդ գործողությունը եւ թույլ չեք տա, որ Գոյ թատրոնը փակվի։ Շնորհակալություն։